2030-ին սպինային ֆիզիկայի դետեկտոր կստեղծվի։ Իսկ ինչ է դա։ Երկու արագացուցիչ, մեկը ծանր մասնիկ, մյուսն էլեկտրոն է արագացնելու։ Երկու տարերի բախումից ստեղծվելու են նոր էներգիաներ։ Արդյունքում ֆիզիկոսները կկարողանան ուսումնասիրել նյութերի կառուցվածքը։ Մեր տեղի խմբերը մասնակցելու են սպին ֆիզիկային ակտիվ թե գիտության առումով, թե դետեկտորաշինության առումով։ Այժմ ոնց որ քննարկվում է այն process-ները, այս կոնֆերենցիաների իմաստն է, որ այդ process-ները քննարկվի կազմակերպչական եւ գիտական, որը իրականում սկսելու է 2030 թվին բուն էքսպերիմենտը։ Դետեկտորի ենթահամակարգերի կառուցումը, մոդելավորումը, գիտափորձի իրականացման մանրամասները քննարկում են Հայաստանի ֆիզիկայի եւ Ռուսաստանի միջուկային հետազոտությունների Միացյալ ինստիտուտների մասնագետները սպին ֆիզիկայի 9-րդ միջազգային կոնֆերանսում։ Նման միջազգային համագործակցությունները նպատակ ունեն համախմբելու տարբեր երկրների գիտնականների եւ իրականացնելու այնպիսի ծրագրեր, որոնք հնարավոր չեն իրականացնել առանձին վերցրած ինստիտուտի կամ երկրների ջանքերով։ Եվ սա մի հարթակ է, որտեղ մեր գիտնականները եւ նաեւ երիտասարդ հետազոտողները հնարավորություն ունեն մասնակցելու, իրենց մասնագիտական որակները բարձրացնելու եւ մեկնելու արտերկիր ներկայացնելու իրենց ձեռքբերումները տարբեր միջազգային գիտաժողովների։ Կոնֆերանսի ժամանակ գիտնականները դիտարկում են նաև 2030-ին սպասվող իրադարձության արդյունքում տվյալների գրանցման, մշակման եւ վերականգնման համակարգերն ու ալգորիթմները։ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիան առաջին ինստիտուտն է եղել, որը ստորագրել է գործակցության պայմանագիր մեր գիտափորձին մասնակցելու համար։ Հայ գործընկերների հետ աշխատելը շատ արդյունավետ է։ Այստեղի գիտնականները մեծ փորձ եւ գիտելիք ունեն ֆիզիկայում։ Վստահ եմ, մտքերի փոխանակումը ոլորտի զարգացմանն ուղղված լավ արդյունքներ է տալու։ Գիտնականները վստահ են, միջազգային գործակցությունը կնպաստի Հայաստանում գիտության զարգացմանը, մասնավորապես ոլորտում երիտասարդ գիտաշխատողների ու հետազոտողների ներգրավմանը։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։